Օրհն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը հաջողությամբ իրականացնում ենք արդեն մի քանի ամիս։ Նախագծի ամբողջ գաղափարն է համախմբել երիտասարդների, ովքեր ակտիվ են, հետաքրքրված են հասարակական տարբեր փոփոխությունների իրականացման գործընթացներով եւ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել այդ փոփոխություններն իրականացնելու հարցում։ Ես Էլենա եմ Մուրադյան Երևանից, մասնագիտանում եմ միաժամանակ երկու ոլորտներում՝ բժշկության եւ սննդի անվտանգության։ Որպես ապագա մասնագետ ինձ հետաքրքրում է կապը այդ մասնագիտությունների մարդու իրավունքների հետ։ Մեր այսօրվա մասնագիծը Էլենն է, ով սովորում է բժիշկ տեղագետի մասնագիտությամբ եւ հետաքրքրված է այնպիսի հարցերով, որոնք շատ կարեւոր դերակատարություն ունեն իրավունքների պաշտպանության բնագավառում, մասնավորապես առողջապահության ոլորտում իրավունքների պաշտպանության տարատեսակ կարևոր խնդիրներով է հետաքրքրված, օրինակ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կրոնական համոզմունքներից ելնելով բժշկական միջամտություններից հրաժարվելու, էվթանազիայի եւ մի շարք այլ խնդիրներով, որոնք միանշանակ առաջնահերթ դերակատարություն ունեն այսօրվա աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ամբողջ համակարգի տեսանկյունից։ Տիկին Մանասյանի հետ նախկինում ունեցել ենք հանդիպում, որի ժամանակ քննարկել ենք մի շարք բժշկական խնդիրներ, որոնք վերաբերում են պացիենտ-բուժառու հարաբերություններին, մասնավորապես հղիության արհեստական ընդհատումներ, կրոնով պայմանավորված տարբեր միջամտությունների չիրականացում եւ այլն։ Երբ տեղեկացա նախագծի վերաբերյալ, միանգամից շտապեցի գրանցվել, քանի որ արդեն իսկ նախկին հանդիպումը շատ խոստումնալից էր ինձ համար եւ կցանկանայի ավելի խորությամբ ուսումնասիրել այն խնդիրները, որոնք անցած անգամ բարձրաձայնել էինք արդեն։ Թեև գիտեի, որ դիմումները շատ են եւ քիչ է հավանականությունը ընտրվելու, բայց լիահույս էի, որ անպայման կանցնեմ եւ այսօր ես այստեղ եմ։ Երբ զանգ ստացա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, լիահույս էի, որ ես կանցնեմ եւ այդպես էլ եղավ։ Շատ ուրախացա իրականում, քանի որ այս հանդիպումը իրոք ինձ համար մեծ նշանակություն ունի հետագա ապագայիս համար եւ մասնագիտանալու հարցում։ Առավոտյան տիկին Մանասյանի հետ հանդիպմանը քննարկեցինք եւ իմ հետագա պլանները մասնագիտության հարցում եւ քննարկեցինք մի շարք խնդիրներ եւս, որոնք նախկինում արդեն իսկ քննարկել էինք, կային խնդիրներ, որոնք դեռ չէինք հասցրել քննարկել եւ բախտ վիճակվեց դրանք նաեւ քննարկել։ Ուսումնասիրեցինք մի շարք եվրոպական փորձեր, օրինակ հենց նույն հղիության արհեստական ընդհատման ժամանակ իրականացող հետագա միջոցառումների, ինչպես նաեւ կրոնով պայմանավորված միջոցառումների իրականացման։ Հանդիպեցի նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին, քննարկեցինք մի շարք հարցեր առողջապահության իրավունքի վերաբերյալ եւ ստացա սպառիչ պատասխաններ։
Մեր այս նախագծի մասնակիցներն ընտրվում են մրցութային հիմունքներով եւ ուզում եմ նշել, որ բավականին հաջողված է նախագիծն այն տեսանկյունից, որ պարբերաբար բազմաթիվ դիմումներ են ստանում երիտասարդներից նախագծին մասնակցելու նպատակով ու երիտասարդների ընտրությունն իրականացվում է մրցութային հիմունքներով։ Արդեն մի քանի շատ ակտիվ երիտասարդ մասնակից ենք ունեցել, ովքեր տարատեսակ խմբեր են ներկայացնում, նախ ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերը, ներկայացնում են այդ թվում ազգային փոքրամասնությունների համայնքները, մեր առաջին մասնակիցը եղել է հենց եզդիական համայնքը ներկայացնող երիտասարդ աղջիկ, ով եւս հետաքրքրված էր հասարակական տարբեր խնդիրներով, իրավունքների պաշտպանության ոլորտի աղջիկների, կանանց իրավունքների վերաբերյալ հարցերով։ Մեր մյուս մասնակիցը հետաքրքրված էր Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ընտրական իրավունքի հետ կապված հարցերով եւ այլն, այսինքն հասարակական տարբեր խմբեր ներկայացնող երիտասարդներ ենք ունեցել որպես մասնակիցներ եւ վստահ եմ, որ Էլենի մասնակցությունը շատ կարեւոր դերակատարություն կունենա այս հետաքրքիր եւ առանձնահատուկ ոլորտում, մասնավորապես առողջապահության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերը շատ ավելի այլ դիտանկյունից եւ առանձնահատուկ դիտանկյունից ներկայացնելու առումով ուզում եմ հատուկ շեշտադրել նաեւ, որ ծրագիրը ունի նաև շատ կարևոր սոցիալական հաղորդագրություն, որովհետև ծրագրի գաղափարը ոչ միայն երիտասարդների համար մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում հետաքրքիր օր ապահովելն է եւ նրանց ծանոթացնելն է մեր գործունեությանն ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, այլ շատ կարևոր է, որպեսզի իրենք եւս իրենց վրա պատասխանատվություն վերցնեն այսօրվա մեր հասարակությունում արկա եւ իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրները հաղթահարելու ու դրանց լուծումներ գտնելու հարցերում։ Այդ տեսանկյունից կարծում եմ բավականին հետաքրքիր կլինի նաև մեր այսօրվա փորձառությունը եւ մեր այսօրվա մասնակցի դերակատարությունը։ Օրվա ամփոփումը տեղի ունեցավ Զարթոնք բնակավայրում, որտեղ ՄԻՊ-ի եւ Նիդերլանդների դեսպանատան համատեղ ջանքերով ցուցադրվեց ֆիլմ ուղղված հղիության արհեստական ընդհատմանը, որը պայմանավորված էր սեռով, մասնավորապես այստեղ էին հավաքված ազգային փոքրամասնություններից կանայք, որոնց հետ ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ բաց քննարկում Տիկին Մանասյանի, դեսպանի եւ մի շարք պաշտոնյաների հետ։ Քանի որ իմ հետաքրքրությունների շրջանակում է սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, ես դիտելով ֆիլմը մի շարք եզրակացություններ կատարեցի, ինչպես նաև հետագա բաց քննարկման ժամանակ առավել քանի որ քննարկեցինք այնպիսի հարցեր, որոնք դեռևս չէին քննարկվել։ Ինձ համար շատ հարցերի պատասխաններ ստացա, որոնք վստահաբար հետագայում կօգտագործեմ իմ գործունեության մեջ։ Կոչ եմ անում բոլոր երիտասարդներին միանալ այս նախաձեռնությանը, քանի որ բացի այն, որ այն մեծ աշխարհայացք է տալիս երիտասարդներին, այլ նաև տալիս է հիմնավոր գիտելիքներ եւ իրենց սեփական մասնագիտության մասին եւ մասնավորապես մարդու իրավունքների վերաբերյալ։ Այսօրվա ստացած գիտելիքներս կփոխանցեմ իմ հասակակիցներին եւ վստահաբար դրանք շատ թանկ խորհուրդներ կլինեն իրենց համար։ Մեր դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է եւ եթե երիտասարդ ես, ակտիվ եւ ուզում ես պատասխանատվություն ստանձնել մեր հասարակությունում առկա խնդիրները հաղթահարելու գործընթացներում, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։